Տեղյակ եք էլեկտրաէներգիան Հայաստանում ինչ աղբյուրներով է արտադրվում և ինչ միջոցներով։ Հիմա կարող եք մտածել ինչների է պետք, բայց չէ որ էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության կարևոր բաղկացուցիչներից է, և մենք շատ մեծ չափով կախված ենք արտաքին աղբյուրներից։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ամբողջ ռեսուրսների ընդամենը շուրջ 27%-ն է ստեղծվում։ Այն բոլոր մնացած աղբյուրները ներկրվում են։ Գլխավոր ռեսուրսը, վառելիքը, որ մենք ներկրում ենք էլեկտրաէներգիա արտադրելու համար, դա գազն է։ Ներկրվող ռեսուրսների շուրջ 55%-ը։ Եվ տեսեք ինչ կառուցվածք ունի Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող էլեկտրաէներգիան։ Հիմնական էլեկտրաէներգիան արտադրվում է ջերմակայանների միջոցով, այսինքն այդ արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 38%-ը, որոնք սնվում են գազային աղբյուրներից, այսինքն Ռուսաստանից ներկրվող գազի հաշվին, փոքր-ինչ էլ Պարսկաստանից։ Մյուսը ատոմակայանն է, որը ստեղծում է, արտադրում է Հայաստանում էլեկտրաէներգիայի 30%-ը։ Էլի ատոմակայանի այդ ատոմային էներգիայի վառելիքը գալիս է Ռուսաստանից և դրա կառավարիչն էլ Ռոսատոմ ռուսական ընկերությունն է։ Մյուս աղբյուրը հիդրոկայաններն են, որոնք արտադրում են էլեկտրաէներգիայի շուրջ 22%-ը։ Եվ վերջում ավելի փոքր բաժինը շուրջ 10%-ը արտադրում են արևային և հողմային կայանները։ Դե հողմային կայանները երևի հատուկ են, ավելի շատ արևային կայանները։ Հիմա այս ամենը ինչի համար է կարևոր, որ դուք տեղեկանաք ժողովուրդ, որովհետև այն ժամանակ, երբ ասում են, որ Հայաստանում պետք է ստեղծեն մոդուլային ատոմակայաններ, որոնք նախորդիվ ասել եմ, ընդամենը մինչև 300 մեգավատ են, և ուզում են փակել մեր ատոմակայանը, իմացեք, որ այս պահին այդ ատոմակայանը արտադրում է մեր էլեկտրաէներգիայի արտադրության 30%-ը։ Եվ հետևաբար, եթե մենք գազն էլ ասացի 55%-ը ռեսուրսի ներկրվում է, այդ գազը ներկրվող ռեսուրսի 55%-ն է։ Եթե մենք այս ամեն ինչ, այս իշխանությունները ուզում են հրաժարվել, ապա ո՞րն է հաջորդ աղբյուրը։ Ոչ, եվրոպացին չէ, ոչ էլ ամերիկացին, Թուրքիան և Ադրբեջանը։ Այսինքն ձեզ երբ ասում են անկախություն, ինքնիշխանություն և ռուսներին ենք հարկոցում, ձեզ ընդամենը ուզում են կտրել այդ աղբյուրներից և ձեզ դնել թուրքական աղբյուրների տակ։ Թուրքերը այն մարդիկ են, այն տեսակն է, որը այս տարածքում ուզում է Հայաստանի Հանրապետությունը վերացնել, որովհետև ցեղասպան պետության ժառանգորդները չեն ուզում առերեսվել ճշմարտության հետ և հետևաբար բոլոր հետքերը իրենք տարիների ընթացքում փորձելու են և ձգտելու են վերացնել, իսկ կոպիտ ասած այդ հետքերը ցեղասպանված ժողովրդի ժառանգները մենք ենք, որոնք պարտավոր են արժանապատվությամբ կրել իրենց պատմության դառը էջերը, հետևություններ անել և այս տարածաշրջանում կառուցել ուժեղ և հզոր պետություն, որը կլինի այն վրեժը, որը մենք կկարողանանք լուծել մեր միլիոնավոր զոհերի և նահատակների համար։ Ժողովուրդ ջան, մի տրվեք խաբկանքներին, լավ եղեք։